Պապիս հետ կապված շատ բաներ կան, որ երբեք չեմ մոռանա։ 60 տարեկան էր, իմ տարիքից հիմա մի քիչ երիտասարդ։ Ինքը մի գիրք ուներ, որը շատ էր սիրում կարդալ այդ գիրքը։ Կոչվում էր Այն տարիներին, ինքը Կոմսոմոլի կազմակերպության ղեկավար ա եղել գյուղում, բանից հատուկ մտել է այդ Կոմսոմոլի շարքերը, որպեսզի իրենց ընտանիքը չաքսորեն, դա դաժան ժամանակներ էին։ Բայց մեկը աքսորեցին, իր հոր անվան տակ իրեն աքսորեցին, ու այդ գիրքը իր այդ տարիների գործիչների մասին էր։ Մինչև հիմա էլ տանն է իմ գրադարանում կա այդ գիրքը։ Ինքը բացում էր ու կարդում էր, կարևոր չի որտեղից է բացում։ Կարդում էր պարզապես այդ տարիների մեջ լինելու համար, դա իր պատանեկությունն էր, իր երիտասարդությունն էր։ Մի օր էլ բացվեց, կարդաց, այսպես նետեց, բալա, ինչ եղավ, ասեց, բայց կյանքս իզուր անցավ։ Սա մտածում եմ, ինչի է իզուր անցել, թորներ ունի, զավակներ ունի, տուն սարքե, արդեն որ երրորդ անգամ։ Ինչի՞ պիտի մարդու կյանքը իզուր անցներ։ Ինչ հասկանայի ես այդ ժամանակ, ես փոքր էի, դեռ չէի հասկանում։ Երբ որ ես հասա այդ տարիքին, երբ որ ես արդեն իրենից մեծ էի, այդ հարցը ինձ անդադար տանջում է։ Ու հիշում եմ պապիս ասում, կարող է կյանքս իզուր անցավ, կարող է ուրիշ բան պետք է անեի, ես ինչ իմանամ։ Քանի մեծանում եմ, մենք հասկանում ենք, որ այդպես էլ պարզվեց, որ ոչինչ չգիտենք։ Ու նոր սկսում ենք հասկանալ մեծ ֆիլիսոփայի խոսքերը Սոկրատի, որ ասում էր. ես գիտեմ, որ ոչինչ գիտեմ։ Շատ շատերը դա էլ չգիտեն։